Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում դասեր հաղորդաշարն է, առաջարկում եմ բաժանորդագրվել, հետևել, գրեք ձեր տեսակետները, եթե հարցեր ունեք ուղղեք, առաջարկներ գրեք այդ մասին, եւ այսպես այսօրվա իմ զրուցակիցներն են քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը եւ քաղաքագետ Արմեն Մինասյանը, շնորհակալ եմ պարոնայք հրավերս ընդունելու համար։ Եվ այսպես հարգելի հետևորդներ հիշեցնեմ, որ ուրբաթ երեկոյան Հայաստանի Հանրապետական Կուսակցության գործադիր մարմինը հայտարարություն տարածեց, որում ասվում էր, որ պահանջում են արագացնել Փաշինյանի հեռացումը, մեջբերեմ, մի հատված։ Հաշվի առնելով վերոնշյալ ասվածը, ինչպես նաև այն հանգամանքը, որ գործող կառավարիչները ձախողել եւ չեն կատարել 2021 թվականի ազգային ժողովի կողմից հաստատված կառավարության գործունեության ծրագիրը, ինչպես նաև մինչ այժմ ընդդիմադիր падգամավորների կողմից այդպես էլ Հայաստանի Հանրապետության վարչապետի թեկնածու չի առաջադրվել, Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը առաջարկում է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության падգամավորներին ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն վարչապետին անվստահություն հայտնելու մասին առաջարկ ներկայացնելու, այդ նպատակով առաջարկելով Հայաստանի Հանրապետական Կուսակցության խորհրդի փորձառու եւ բարձր որակավորում ունեցող անդամներից առաջադրել պահանջվող հատկանիշներին համապատասխանող Հայաստանի Հանրապետության վարչապետի թեկնածու եւ նախապատրաստել ազգային ժողովի որոշման նախագիծ գործող վարչախմբի պարագլխին անվստահություն հայտնելու գործընթացը մեկնարկելու համար գործընթացը հաջողությամբ ավարտելուց հետո ազգային համաձայնության սկզբունքով կազմավորել կառավարություն։ Եվ այսպես պարոնայք պատիվ ունեմ խմբակցությունը ազգային ժողովի ֆրակցիայի նիստ հրավիրեց, քննարկում եղավ եւ հայտարարվեց վարչապետի թեկնածուի անունը Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյան, Փորձենք հասկանալ վերլուծել ընտրությունը որքանով էր, ճիշտ։ Փորձենք դա հասկանալ։ Պարոն Քոչարյան, խնդրեմ։ Դեք, ինչքանով է ճիշտ, ես կարծում եմ ժամանակը ցույց կտա, բայց անկախ ամեն ինչից կա մի քանի հանգամանք, որը կարծեք թե եկեք փորձենք ավելի շուտ այսպես, պլյուսներն ու մինուսները թեկնածուի քննարկենք։ Կարծում եմ պլյուսները հետևյալն են, որ Դավիթ Համբարձումյանը այնուամենայնիվ ունի բավական այնքան ռեսուրս, որ ՔՊ-ի պարագայում կարողացել է հաղթել տեղական կառավարման ընտրությունները եւ դրանից հետո չընկնել այն համայնքապետերի օրը, որը մենք տեսել ենք, այսինքն Սյունիքի դեպքով։ Ոչ միայն Սյունիքի, Վանաձորի, Ալավերդու, այնքան կան, որ դա հաշվելն է անգամ դժվար, այսինքն նա շարունակել է պաշտոնավարել, նրա դեմ կարծեք թե ոչ մի քրեական գործ չի հարուցվել, նրանից ավականուց չեն փորձել գողություն անել, հեղաշրջում անել եւ այլն, այսինքն դա խոսում է նրա մասին, որ ինքը տեղում եւ կազմակերպչական առումով եւ կառավարչական առումով ունի լուրջ ռեսուրս։ Սա պլյուսներից մեկն է։ Երկրորդ, որը ոչ պակաս կարևոր պլյուս է, ես կարծում եմ, որ ինքը չի ասոցիացվում այն նախկին հանրապետականի հետ, որը 18 թվականին մերժվեց, այսպես ասած։ Երրորդը, այնուամենայնիվ, ես չգիտեմ, դա արդեն ժամանակը ցույց կտա, կա արդյոք խոցելիություն։ Կարծում եմ, Հանրապետական կուսակցությունը ներկայացնելով իր թեկնածությունը մեզանից շատ ժամանակ է ունեցել եւ ավելի շատ ինֆորմացիա ունի, ինչքանով է խոցելի, այդ առումով կարծում եմ դա եւս պլյուս է, որովհետեւ այդ առումով եւս կարծեք թե դրական է խոսում։ Իմ կարծիքով, եթե ես պակաս բան ասեցի պլյուսներից առաջարկում եմ պարոն Մինասյանը ավելացնի եւ կարծում եմ կլինեն էլի, հիմա պարզապես այսպես սպոնտան ինչ-որ բաներ ենք մենք խոսում։ Եթե մինուսներից խոսենք, մինուսները իմ կարծիքով այնուամենայնիվ իհարկե չեմ կարող ասել, որ անճանաչելի է, որովհետեւ առնվազն եթե այդ մարդը երկար տարիներ համայնքապետ է արդեն ինչ-որ շրջանակներում ճանաչելի է, բնականաբար քաղաքական շրջանակներում ճանաչելի է, բայց հանրապետության մակարդակով կարծում եմ կա ճանաչելիության որոշակի բաց։ Բաց։
Ну, այդ առումով որ մինուս որպես, էլի, որ այնուամենայնիվ այդքան ճանաչված չէ։ Պետք է հասկանալ ճանաչելիություն որտեղ։ Դրա համար ասեցի լայն շրջանակներում հասարակության Հայաստանի մակարդակով, որովհետև քաղաքական շրջանակներում միանշանակ ճանաչելի է, պարզ է որ լոկալ շրջանակում միանշանակ ճանաչելի է, բայց ավելի լայն շրջանակներում ես նկատի ունեմ հասարակության շրջանում ամբողջ հանրապետությունով ու շատ ավելի այլ քաղաքական գործիչներից ավելի քիչ ճանաչելիություն ունի, այսպես ասենք։ Պարոն Մինասյան, ըստ էության, երբ որ իմպիչմենտի գործընթացը մեկնարկեցին նախաձեռնողները, հա, Արթունենք նախաձեռնող խմբի անդամները, Էդգար Ղազարյանը, Նարեկ Մալյանը, նրանք նշում էին, որ կարևոր չէ նույնիսկ տեխնացուն ով կլինի։ Փորձենք նախ այս հարցին պատասխանել, իսկապես կարևոր չէր, որովհետև մի քիչ համաձայն չեմ, հա, գուցե իրենք հիմնավորումներ տալիս էին, որ կարևորը process-ն է, որ սկսենք, նույնիսկ քաղաքական ուժերին առաջարկում էին, հատկապես Հայաստան խմբակցությանը առաջարկում էին, որպեսզի տեխնացու առաջադրեն եւ այլն, եւ չեղավ այդ տեխնացուն, ընդհակառակը մերժվեց ամբողջ իմպիչմենտի գործընթացը առհասարակ, հա, հեգնանքով, ծաղրով, խիստ քննադատություններով մերժվեց։ Փորձեցին ինչ-որ կոմպրոմիսային տեխնացուի շուրջ բանակցել, կարծես դա էլ օրակարգից դուրս եկավ։ Հիմա որքանով էր կարևոր ով է լինելու վարչապետի տեխնացուն իմպիչմենտի այս ամբողջ գործընթացի համար եւ նաեւ խոսենք Դավիթ Համբարձումյանի կերպարի մասին, հա։ Տեսեք, եւ կարևոր էր իմ համոզմամբ, եւ կարևոր չէր։ Փորձեմ հիմնավորել։ Կարևոր էր այն առումով, որ բոլոր դեպքերում օրենսդրական կարգավորումներն այնպեսին են, որ դու պետք է ունենաս տեխնացու, որպեսզի նախաձեռնես process։ Իսկ process-ի նախաձեռնելը իսկապես հրատապ է, եթե մենք գալիս ենք նպատակից։ Դրա համար եթե չկա կոնսենսուսային տեխնացու, առնվազն պետք է տեխնիկական տեխնացու, որպեսզի process-ը սկսես։ Process-ի որոշակի փուլում գուցե հնարավոր է փոխել տեխնացուին կամ գտնել այդ կոմպրոմիսային տեխնացուին։ Իսկ այս առումով կարևոր չի անձը, բայց կարևոր է այն նպատակի կոնտեքստում, որը դուք ֆիքսեցիք, ազգային համաձայնության կառավարություն։ Այսինքն, եթե մենք գնում ենք որոշակի շրջանով ինչ-որ ստաբիլիզացիոն փուլի, որտեղ պետք է խաղի կանոններ սահմանվեն, հասկանանք այս երկիրը, այս հասարակությունը ինչ օրակարգ ունի, հետո շարունակենք մրցակցել քաղաքական դաշտում ապրել, շատ կարևոր է որպեսզի այդ տեխնացուն որոշակի պարամետրերի համապատասխանի։ Հիմա Համբարձումյան Դավիթի պարագայում ի՞նչն է էական, ես համամիտ լինելով պարոն Քոչարյանի հետ, նաև ավելացնելով, որ բացի այն, որ համայնքում ճանաչելի է, նաև բավականին խորը հարգանք է վայելում, եւ հենց դա է պատճառը, որ չի հաջողվել այսպես մարդագողություն անել։ Դե դա արդեն անցյալ է, դա այդ թվում հասկանալի է։ նաև տեղական ինքնակառավարման մակարդակում ինքը իրան դրսևորել է բավականին էֆեկտիվ մենեջերի կարգավիճակում մարդկանց խնդիրները բազում լուծել է եւ եթե մենք ուշադրություն դարձնենք, օրինակ Արցախի բնակչության տեղահանումից հետո Մասիսի համայնքը եղել է առաջատարներից, որ ընդունել է կազմակերպված ձևով 1-2 օրվա ընթացքում ընդունել է Արցախից տեղահանված անձանց եւ մարդիկ դա տեղում տեսել են, այդ թվում նաեւ արցախցիները։ Սա եթե վերանանք նույնիսկ քաղաքական process-ներից, իսկ ամենակարևորը այն ինչ որ դուք նշեցիք, հավանաբար նաեւ նա է, որ Դավիթի շուրջ հնարավոր է ունենալ կոնսենսուս, որովհետեւ գոնե մինչև այսօր Համբարձումյան Դավիթը ցույց չի տվել, որ ինքը դեպի երկինք բարձրացող ամբիցիաներ ունի քաղաքական։ Անկեղծ լինենք, այսօր տարբեր փուլերում ով քաղաքական ակտիվություն է դրսևորել, չի թաքցրել, որ ինքը ունի հերոն գնացող նպատակներ։ Ավելի շատ իշխանություն է ուզում, քան ուզում է, որ Նիկոլին իշխանությունից հեռացնի։ Դավիթի վարքագծում մենք այս էլեմենտը առնվազն չենք տեսել։ Հրապարակային, որքանով որ նա քիչ ճանաչելի է, այդքանով էլ մենք չենք տեսել նրա հավակնությունները։ Այս առումով իսկապես Դավիթը համապատասխանում է ազգային համաձայնության կառավարության պարամետրերին, որովհետև ազգայինի հարցում կարծես թե կասկած չկա, ովքեր ճանաչում են, համաձայնությունը նրա շուրջ կերտելը շատ ավելի հեշտ կլինի, քան մինչև այժմ դաշտում հնչած անոններից որևէ մեկի շուրջ։ Եվ երրորդը ամենակարևորը ձեր հարցի կոնտեքստում, ելի եմ ասում, կարևորը process-ին մեկնարկ տալն է։ Միգուցե
անցնի որոշակի ժամանակ, քաղաքական ուժերը խորհրդարանական, արտախորհրդարանական բանակցեն, գտնեն շատ ավելի հարմար տարբերակ։ Ի վերջո Դավիթի անունը չգրվի, բայց բուն process-ին մեկնարկ տալը ընթացակարգային առումով շատ կարևոր է եւ շատ կարևոր է, որ իսկապես մաքսիմալ անխոցելի տեխնոլոգիով սկսվի։ Տեսեք, Դավիթ Համբարձումյանի կենսագրությունն էի նայում։ Դավիթ Համբարձումյանը 86 թվականին ծնվել է Մասիս քաղաքում, գերազանցությամբ ավարտել է Գերասիմ Տոնոյանի անվան միջնակարգ դպրոցը, 2003-ից 7 թվականներին սովորել է Երևանի Պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, ստանալով բակալավրի աստիճան քաղաքագիտություն մասնագիտությամբ։ 2007-ից 10 թվականներին սովորել է Հայաստանի Պետական կառավարման ակադեմիայում, ստանալով հանրային կառավարման մագիստրոսի աստիճան հանրային կառավարում մասնագիտությամբ։ Երկար տարիներ աշխատել է տարբեր ընկերություններում, 2011 թվականից աշխատել է Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատում, զբաղեցնելով տարբեր պաշտոններ։ 2014-ից եղել է Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի աշխատակազմի 3-րդ վարչության պետի տեղակալ։ 15 թվականի սեպտեմբերից մինչև 16 նոյեմբերը աշխատել է Հայաստանի էլեկտրական ցանցեր Փակ բաժնետիրական ընկերությունում որպես ներքին վերահսկողության վարչության պետի տեղակալ։ 12-ին շնորհվել է քաղծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, 12 թվականին շնորհվել է քաղաքացիական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան, Հանրապետական կուսակցության անդամ է, 16 նոյեմբերի 14-ից ստանձնել է համայնքի ղեկավարի պաշտոնը, փաստորեն, այսինքն ունի ճանապարհ նաև պետական կառավարման համակարգում, մասնագիտական պատրաստվածություն ունի եւ այլն։ Եվ ամենակարևոր բանը, որ նշվում է, իդեպ մենք գտնվում ենք ոչ ստանդարտ պայմաններում, այսօր մենք բոլորս, նույնիսկ լրագրող լինենք կամ որևէ այլ մասնագիտության կրող, ստիպված ենք շատ հաճախ մեր մասնագիտության սահմաններից շրջանակներից դուրս գալ, չէ՞։ Մենք շատ ոչ ստանդարտ իրականության մեջ ենք ապրում, որովհետև քաղաքացու, եւ մասնագիտության քաղաքացիական պարտքի, երկրի նկատմամբ տեղի ունեցող այս աղետների, այս աղետի պայմաններում երբեմն մասնագիտական սահմանները երբեմն չէ, շատ հաճախ հատում ենք։ Եվ այս կերպարը այնուամենայնիվ գետնին կպած, կերպար է, այսպես ասած են փափուկ չի, կոնֆորմիստ չէ, այսպես ասած։ Այսպես ասենք, կռիվ տվող տեսակ է, մենք դրանով ով որ ճանաչում է գիտի, կռիվ տվող տեսակ է։ Այսինքն բուկետ ընդունող չի, բուկետ տվող չի, բուկետ ընդունող չի, ասենց սկզբունքային։ Բան կա, այսինքն այս հողին կպած գետնի վրա։ Չէ, մենք տեսել ենք վերջի 7 տարվա ընթացքում տարբեր գործիչների, ովքեր կապ չունի փողոց գեներացնելուց մինչև, չգիտեմ, շարժում առաջնորդելը կամ համայնք ղեկավարելը ինչ որ փուլում տեղի են տվել։ Տարբեր սուբյեկտիվ եւ օբյեկտիվ պատճառներով էական չի, բայց Դավիթը կարծես թե եզակիներից է, որ իսկապես կռիվ է տվել իր մակարդակում։ Հիմա ժամանակը ցույց կտա ինքը այս նոր առաքելության ներքո ոնց կդրսևորի իրեն, հուսանք որ լավ կլինի, բայց գոնե մինչև հիմա ինքը ապացուցել է, որ կռիվ տվող տեսակ է։ Նույնիսկ մեղադրանք էր առաջադրվել եւ այլն, ամբողջը հաղթահարեց այդ պայքարը բաներ, չէ՞, թեժը։ Պարոն Քոչարյան, ինչքանով օրինակ հիմա այդ որ ասում եք նաեւ ընկալելի կլինի, ընդունելի կերպար կարող է լինել, բայց Հայաստան խմբակցության տվյալ դեպքում տեսակետը կարեւոր է, ոչ միայն տեսակետը, այլև մանդատները, մասնակցությունը եւ այլն։ Հայաստան խմբակցությունը կարծում եմ ինչ դիրքորոշում կընդունի։ Դե հայտարարել է, որ եթե 8 լինի տեխնացու եւ 8 ստորագրություն, մեր բոլոր ստորագրությունները կլինեն։ Դա հանրայնորեն է հայտարարվել եւ չեմ կարծում, որ այդպես չի լինի։ Հակառակ պարագայում բացատրելը դժվար կլինի։ Ինչու այդ դեպքում ոչ, որովհետեւ եթե օրինակ Էդմոն Մարուկյանի պարագայում, Հայաստան խմբակցությունը ընդհանրապես իգնոր արեց, պատիվ ունենալ հայտարարություն արեց, ապա այստեղ դժվար է լինելու իգնոր անել կամ ինչ որ հայտարարություն անել, որովհետև քիչ առաջ եւ ես եւ պարոն Մինասյանը խոսեցինք նրա մասին, որ որևէ առիթ չի տվել Դավիթ Համբարձումյանը կասկածելու, որ ինքը կարող է գնալ իշխանությունների հետ ինչ որ գործարքի։ Որովհետև եթե
այլ տեխնացուների պարագայում դա կարող է բացատրվել մինչև հիմա եղածներից ինչ որ թե տեխնացուների, թե շրջանառվող անունների տարբեր առումով, ընդ որում խնդիրը միայն իշխանությունների հետ համագործակցելը չի, հա, այստեղ նշվեց խոցելիությունն է, խնդիրներն են եւ այլն, ընդհանուր առմամբ։ Այս առումով խոցելիություն ասում եք, բայց ի՞նչն է խանգարում իշխանություններին որևէ գործ հարուցել, որևէ մեղադրանք առաջադրել, որևէ պիտակ կպցնել, սև PR-ը ասած մի это всё прошли։ Խնդիրը հանրային ընկալման մեջ խոցելիությունն է։ Այսինքն այսօր տեսեք իշխանությունը, նու չասենք իշխանություն, գործող կառավարությունը իր ապարագլխի գլխավորությամբ թիրախավորում է ամեն ինչ։ Եվ ես չունեմ սոցիոլոգիական հարցումներ, բայց իմ միջավայրում երբ որ շփվում եմ հասարակության հետ, ես ընկալում եմ, որ դա դատարկ կրակոցներ են այլևս։ Որևէ մեկը դա լուրջ չի ընդունում։ Քրեական գործերն էլ լուրջ չեն ընդունում։ Լրագրող եք, գիշեք սովետական միության ժամանակ բողոքն արտահայտում էին թերթը դատարկ հրապարակելով։ Բոլորին հայտնի տեղի չգրված։ Ժամանակ մենք դրանից հետո էլ ենք նման բաներ արել։ Այսինքն բաներ կա, որ այլևս մեկնաբանելու, իմաստավորելու կարիք չկա, բոլորն հասկանում են։ Խնդիրը այստեղ իսկ իրական հողի վրա որքանով է խոցելի։ Ոչ թե իշխանությունն ինչ կձեռնարկի այդ անձի դեմ, ինչ ռեպրեսիաներ, որտեղ այդ ռեպրեսիաների բնույթն ու նպատակը հասկանալի են այլևս։ Ես ավելացնելու բան չունեմ, որովհետև հասկանալի է, որ իշխանությունը ամեն ինչ էլ փորձելու է անել։ Եվ ամոթավորության։ Հա, եւ պարզ է, որ անելու է, այստեղ ամենևին խնդիրը իշխանությունը չէ։ Խնդիրը հասարակ իշխանության ներսում իշխանով անարոր կոնսենսուս։ Հա, տեսեք, այնուամենայնիվ դիմ ընտրություններից առաջ Մասի քաղաքապետի նկատմամբ այդ ժամանակ երբ որ տեխնացությունը առաջադրել էր կրկին, էլի մեքենան ամբողջ սկսեց, հա, իշխանական մեքենան աշխատել, մեղադրանքներ եւ այլն տարբեր գործերով, բայց դա չխանգարեց, որ Դավիթ Համբարձումյան դաշինքը 52.59%, հա, Մասիսի քաղաքապետի ընտրություններում, հա, հաղթի քաղաքպայմանագրի տեխնացուն Փաշինյանի կուսակցության ստացել էր 47.38%, 21 թվականի տվյալներն եմ ներկայացնում, իսկ Դավիթ Համբարձումյան դաշինքը 52.59%, 14943 ձայն։ Այնուամենայնիվ չնայած այդ մեքենան ամբողջությամբ աշխատեց, նույնիսկ իշխանական մեդիաները ասում էին, հա, փաստորեն Մասիսցին ընտրեց մեղադրվողին, հա, տարբեր հանցանքների մեջ մեղադրվողին։ Քիչ առաջ պարոն Մինասյանը ասաց, որ մենք այդ ամեն ինչը անցել ենք։ Միայն մենք չենք անցել, Դավիթն էլ է անցել։ Ու շատ ավելի ծանր։ Մենք դրա համար ասում, գետնի վրա կռիվ տվող ամեն ինչը արձանագրված է, կարծում եմ բոլորը գիտեն, այլ դրա մասին նույնիսկ շատ խոսելու կարիք էլ չի լինի։ Ավելի շատ ես հակված եմ կարծելու, որ իսկապես հիմա կսկսվի քաղաքական կոնսուլտացիաների բանակցությունների ինչ որ շրջան, որը պետքա անձամբ ես կարծում եմ շատ արագ անել, որպեսզի հասկանալի լինի արդյոք վերջնական բոլորի միասնական տեխնացիաները եւ շարժվել առաջ։ Չնայած մեղադրանք էին հարուցել, հետո հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ դադարեցրել էին եւ այլն, հա, հետապնդումները, այդ քրեական հետապնդումները եւ այլն։ Ինչ հետաքրքիր է։ Ու կարող է պարզվի, որ Ալեն Սիմոնյանը վիրավորվել է, մի հատ էլ ինքը դատի տայական չի, այդ ժանրն այդպեսին է, այդ ամեն ինչը լինելու է դրան ուշադրություն դարձրել։ Իսկ մյուս բանն եմ ուզում հասկանալ, չեք կարծում այնուամենայնիվ նա այն կերպարն է, որ ԿՊԱ-ականներից շատերը իսկապես կցանկանան միանալ եւ քվեարկել նրա համար, չեք կարծում, որտեվ ինքը, այսինքն օրինակ պայքարել է իշխանության դեմ, հա, ռիվ է տվել, հաղթել է եւ այլն, այդ բոլոր ամեն ինչի միջով անցել է, բայց ասենք ինքը չունի, հա, ասենք ոչ վենդետաների կոչով է հանդես եկել, ոչ բան նորմալ աշխատում է, ըստ էության կարող է Մասիսի քաղաքապետը առանց կառավարության հետ առնչվելու կարողանա, հա, նորմալ առնվազն տեղական կառավարման նախարարության հետ առնվազն չի կարող շփվել։ Հա, այսինքն նորմալ ընկալելի կերպար է նաև ԿՊ-ի համար, չէ՞, վերանանք բանը։ Այդ Նիկոլ Փաշինյան եւ Աննա Հակոբյան այդ մի քանի հոգուն առանձնացնեն։ Երկու շերտ առանձնացնենք։ Զուտ Դավիթ Համբարձումյանի մակարդակում, այո, իսկապես մենք չենք տեսել այսպես սուր հայտարարություններ,
վենդետաներ եւ այլն Հա, եւ այլն, կգան, կփակեն, կսպանեն, չգիտեմ, դες բաներ չի եղել, ազգային համաձայնության կառավարության մասին, մենք պետք է հասկանանք, որ եթե հուսանք process-ը բարեհաջող ստացվի եւ Դավիթ Համբարձումյանը լինի այսպես ասած ազգային համաձայնության կառավարության ղեկավար, ընդհանրապես տեխնիկական ղեկավար լինելու, որովհետեւ համաձայնությունը շատ ավելի լայն է լինելու եւ այդ համաձայնություն կերտողները պետք է տան համապատասխան երաշխիքներ, նույն ԿՊԱ-ականներին։ Այսինքն հիմա ակնկալել, որ միայն անձով պայմանավորված մտավախություն չեն ունենա ու ռիսկի կգնա, դժվար է։ Ինձ թվում է իրանց շատ ավելի լայն երաշխիքներ է պետք տալ եւ այո, պետքա տալ։ Պետքա 14-ը զատել։ Կան մարդիկ, ովքեր գործել են հանցավոր անգործություն, բայց կան մարդիկ, ովքեր օգտակար ապուշներ են։ Պետքա զատել, ֆիլտրել եւ յուրաքանչյուրին համապատասխան վերաբերել։ Ինչով է ձեռնտու, որ ԿՊԱ-ականները միանան եւ մերժեն անվստահություն հայտնեն Նիկոլ Փաշինյանին եւ միանան Դավիթ Համբարձումյանի տեխնացիան շուրջ։ Ես չգիտեմ ինչով է ձեռնտու, բայց ես հիմա ասեմ, որ իրանց երեխեքը ապրեն, հայ լինեն, անվտանգություն լինի, որտեվ Նիկոլ Փաշինյանի կառավարման ամեն հաջորդ օրը վերում է ավելի շատ կորուստներ եւ դրանք վերականգնելու հնարավորությունները նվազեցնում է։ Եթե ինչ-որ մեկը մտածում է, որ իր երեխեն լրիվ ուրիշ պայմաններում է ապրելու, քան մնացածին, սխալվում է։ Ու ես չեմ կարծում, որ այնտեղ այն աշճանի ապուշ են, գուցե ապուշներ կան, բայց չեմ կարծում այն աշճանի ապուշ են, որ այսքանը չեն գիտակցում։ Այլ հարց թե իրանք ինչ կախվածության մեջ են, ինչ կոմպրոմատներ կան, նավը լքելու համար ինչ երաշխիքներ են պետք։ Սրանք խնդիրներ են, որ պետք է քննարկել, հասկանալ, բայց մտածել, որ իրենք չեն գիտակցում, թե այս երկիրը ինչ արագությամբ անդունդը գլորվում, եւ իրանք էլ դրա մեջ է, ես չեմ պատկերացնում։ Ես Պարոն Քոչարյան, ԿՊԱ-ականից իդեպ իսկապես շատերը որոշ առիթներ ունեցել եմ, հա, առնչվելու եւ ինֆորմացիայի տիրապետելու առումով եւ անձնապես շփվելու։ Իսկապես իրենք կարելի ասել ատում են ավելի շատ, հա, Նիկոլ Փաշինյան, Աննա Հակոբյան զույգին, քան որևէ մեկը։ Չեք պատկերացնի, որովհետև խոսում են բացի են SMS-ներով բաներ նշանակումներ, կարգադրություններ տալուց, այո եւ այլն, հա, բայց այսինքն նախարարների հետ կարող է թույլ տալ իրեն հայհոյանքով խոսել, հա, ինչ որ որևէ մեկի հետ, երբ որ պատմում են, հա, այդ ամեն ինչը, վստահ եմ նրանք իրենք կուզեն աջակցեն, հա, իսկ Դավիթ Համբարձումյանին ինչու էլ ինչով շահագրգռված պետք է լինեն, որ իրենք հա միանան այս իմպիչմենտի process-ին։ Նախ դա քիչ չէր ինչ որ ասվեց, հոգուպեգություն։ Ահա, երկրորդը տեսեք, որ իրենց երեխաները կարողանան ապրել, հայ լինեն, Հայաստանում ապրեն, ահա։ Մենք հիմա շատ տարբեր բաներից կարող ենք խոսել, ես կարող եմ բերել հա 70 պատճառ ինչու, բայց ես հիմա այս խոսակցությունից արդեն ուրիշ բան պատկերացրեցի։ Պատկերացնում եք, այս ոչ թե պատկերացնում եք, պարզ է, չէ, որ սա դրվելու է Նիկոլի սեղանին։ Ու ես պատկերացնում եմ այդ խեղճերի վիճակը մոտակա օրերին, ինչ SMS-ներ են ստանալ։ SMS-ները մի կողմից տերոր է սկսվելու, այն որ հեռախոսներ լսել, ընտանիքի անդամների հեռախոսներ նարուշկա դնել, չգիտեմ ինչ անել, այդ մի բան է, դժոխք կա լինելու։ Հիմա մենք այդ մարդկանց համար այս խոսակցությունով բացեցինք դժոխքի դռները, որովհետև այս խոսակցությունը, երբ որ մենք ասում ենք ինչով նրանք կարող են բանել, ենթադրվում, չի ենթադրվում, վստահ եմ, որ այդպես էլ լինելու է։ Պարզապես մենք ասում ենք ինչու պետք է ատեն, հա շատ բաների համար կարող են ատել։ Սաղս մենք հասկանում ենք ինչ է լինում, մենակ են, որ ասում է 7 տարի մենք նույն դասարանում ենք մնացել, պարզ է, չէ, այնտեղ կան մարդիկ օրինակ նույն կառավարությունում, որոնք ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի ունեն կրթություն, իրենց չեն համարում նույն դասարանում մնացած։ Օրինակ, ասենք Մայր Գրիգորյանը նույն դասարանում է մնացել։ Չէ, կարող է չգիտեմ։ Ես եթե չի առարկել միգուցե։ Հա, չէ, վախեցել են առարկեն։ Պարզ է, հենց այդ վախն էլա, չէ, ատելություն բերում, որովհետև մարդուն, եթե դու մարդուց վախենում ես, դու այդ մարդուն ատում ես։ Անկախ քեզանից, տենց է։ Դա մարդու բնույթն է։ Մանավանդ մամուլում հրապարակումներ եղան, պարոն Քոչարյան, որ կոմպրոմատները հիմա սկսել հավաքել իր թիմակիցների մասին, չէ, հիմա առավել եւս հրահանգ է իջեցված, մանավանդ որ ԿՊ-ում հիմա վարչության
ընտրություններ են լինելու, հետագայի ցուցակների հետ կապված հարցեր պիտի ճշգրտեն, ում ատանելու ցուցակ մտցնելու, ում ատանելու պարլամենտ, ում ինչ պաշտոնա տալու եւ այլն, եւ այս լարված մթնոլորտը կա այնտեղ էլ։ Շատերը իսկապես վախենում են, թե ինչ որ տեսանյութեր կհրապարակի, չգիտեմ, ինչ որ բաներ կհրապարակի, ինչ որ լավություն է արել, այսինքն բոլորը այդ շանտաժից բանից, հա, վախի մթնոլորտում են գտնվում։ Դե հա, ինչ որ Ինչի գիտեք նույն Ալեն Սիմոնյանը չի վախեցած, որ ասենք ինչ որ բան կհրապարակի։ Հիշում եք, իրենք էլ ունեն, բոլոր ԿՊԱ-ականները իրենց հեռախոսների մեջ ունեն բաներ Նիկոլ Փաշինյանի Խելոքները պահել են։ Խելոք շատերը, այսինքն հենց սկզբից հասկացել են Ես այդ բաներից կոմպրոմատների դաշտից վերանամ կամ այսպես են վերլուծում անձի մակարդակում հոգեբանական դրդապատճառները ոնց են դասավորվում։ Եթե Նիկոլ Փաշինյանը չապացուցի, որ ինքը լինելու է ՑՄ վարչապետ ու ՑՄ բոլորին տալու է անվտանգության երաշխիքներ, յուրաքանչյուր ԿՊԱ-ական արդեն այսօր մտածում է մի բանի մասին։ Այն օրը, որ օրը չի լինի Նիկոլ Փաշինյանը, ինքը ով է լինելու։ Ժամանակին իրան կարել են ընտրություն, այստեղ գիտեք ՑՄ անգամ Նիկոլ Փաշինյանի ՑՄ-ը փրկություն չի, որովհետև այդ պետք է ինքը ավելի երկար ապրի, քան մնացած բոլոր ԿՊԱ-ականները։ Այսինքն մենք այստեղ բախվում ենք իրանց մակարդակում, անձի ընտրության հետ։ Ինքը 21 թվականին կատարել է ընտրություն, կապիտուլյանտի կառավարության հետ ասոցացվել է։ Վերցրել է այդ պատասխանատվությունը։ Հիմա ինքը ունի երկրորդ ընտրությունը։ Վախի, ճնշման, ռեպրեսիայի ազդեցության տակ մնալու է սերնդեսերունդ այս ամեն ինչի պատասխանատու, թե ինքը սեփական վախը հաղթարելու է թռնելու այդ նավից։ Լուրջ անձի մակարդակում ունենք ընտրության խնդիր իրանց պարագայում։ Սխալվել են, չեն սխալվել, ինչ որ դրդապատճառներից ելնելով հայտնվել են այդտեղ, հիմա իրանք պետք է որոշեն շարունակում են մնալ, թե փախնում են։ Հայաստանի Հանրապետության պատմությունը ունի նման փորձ։ Մենք մի գիշերվա մեջ առնետավազք է եղել, որ համաշխարհային պատմության մեջ չի եղել, կազմակերպած առնետավազք։ Ով է հրահանգել, ինչ մոտիվացիայով էական չի։ Մարդը իր մակարդակում մտածում է սեփական անվտանգության մասին։ Հիմա այդ ԿՊԱ-ականներից ով ինչ ունի կորցնելու եւ ինչ ունի շահելու հետ նիկոլական աշխարհում։ Իրանք որոշում պետք է կայացնեն եւ այդ մարդկանց այո չպետք է վախեցնել գոնե այս դաշտից եւ շատ նորմալ պետք է տալ անվտանգության երաշխիքներ։ Այո, անվտանգության երաշխիքներ, այո։ Եթե նա չի գործել հանցանք, որի համար անհատապես պատասխանատու է, եթե չի դրսևորել հանցավոր անգործություն, այդ մարդուն հենց միայն նրա համար որ եղել է նիկոլական, չի կարելի բան պարսավանքի ենթարկել, ընդհակառակը պետք է տալ ինդուլգենցիայի ձեռքբերման հնարավորություն եւ այս իմպիչմենտի process-ը այդ հնարավորությունն է։ Այդ ԿՊԱ-ականներից շատերը կարան ինդուլգենցիա ստանալ։ Գիտեք, այստեղ ես կարծում եմ շատ կարևոր է հայրաքելական եկեղեցու հետ բանանել, որովհետև մեղքերի թողության ինստիտուտը ես կարծում եմ ապաշխարանքի հետ ինստիտուտը ես կարծում եմ հիմա շատ օգտակար կլինի քաղաքական դաշտում։ Քաղաքական ապաշխարան։ Եկեղեցուն Միխայել, եկեղեցին հոգեբան։ Չէ, ես ասում սովորել եկեղեցուց այդ փոխարնեն ինստիտուտի դիսոնանսը։ Իդեպ պարոնեք, մի հետաքրքիր բան ասեմ, այսպեսի կարծիք կար ներքին, այսինքն ինֆորմացիայի վրա հիմնված, որ Նիկոլ Փաշինյանը քանի որ չի վստահում հատկապես տղամարդ իր թիմակիցներին, նաև դա դրսի թելադրանքով է արվում, կարևորագույն պաշտոններում փոփոխություններ են ենթարկվում, բացի այն, որ նշանակել է կանանց։ Հիմա եւս, հա, ձգտելու է, որպեսի հիմնական նույնիսկ իր ցուցակում, պաշտոններում, կարևոր առանցքային, հա, բաներում լինեն կանայք, հա։ Այդ երբ։ Դե արդեն անում է։ Ժամանակ չունեն։ Մենք չպետք է սպասենք, որ Նիկոլը ինչ-որ բան բուրգ ձևավորի, տոնածառ սարքի, Դե ԿՊ-ում գիտեն, օրինակ ասենք ավելի իր համար, նաև դրսից են, հա, իրեն ասել, որ կանայք նշանակի ես Նիկոլ Փաշինյանի խորհուրդ կտամ շատ ուշադիր ծանոթանա Շամիրամի պատմության հետ։ Ահա։ Որ դրվագի մասը նկատի ունեք։ Մեկ օրով իշխանություն վերցնելը կնոջ։ Հենց այդ դրվագի։ Չէ, եթե ինքը կանանցից չի վախենում, տղամարդկանցից է վախենում։ Ես խորհուրդ կտամ ծանոթանալ այդ պատմության հետ։ Իսկ ուժայիններ բան ոչ մեկ չի ենթարկվի, եթե ինքը ինչ որ process է։ Ինչ կարող է անել, էլի մի հատ եկեք այդ ամեն ինչ կարող է անել, Հայաստանում վիճակում է, որ
Տիկին Սերյան, ես post-ել եմ գրել։ Այսօր Հայաստանում քաղաքական process-ում ընդգրկվածների մեծ մասը ապավինում են դրսի ուժերին։ Հա 1-2 հոգի, որ Հայաստանակենտրոն օրակարգը փորձում ձևավորել։ Նիկոլը կլինի, արևմտամետները կլինեն, ռուսամետները կլինեն։ Փորձը արվում դրսի ուժերին ներգրավել այս երկրի ներքաղաքական կյանք, շատ ակտիվ։ Բանը կարա հասնի քաղաքացիական պատերազմի անկեղծ լինենք։ Այս երկրում ատելությունը դառել է նորմա։ Երկրի ղեկավարը թեկուզ ենթադրենք ընտրություններում մեծամասնություն է տարել, բայց ինքը պարտավոր է լինել բոլորի ղեկավարը։ Երկրի ղեկավարը եւ իր տիկինը բաժանարար գծեր են անցկացնում։ Հասարակության մի մասը ատելի պիտի լինի մյուս մասի համար։ Հոգևորականները պիտի լինեն ատելի, տգետները պիտի լինեն ատելի, կրթվածները պիտի լինեն ատելի, ով որ բանակում ծառայել է ատելի, այսինքն բոլորը ոչ նորաձև կրթվածները, ոչ նորաձև կրթվածները պետք է ատելի լինեն։ Այսինքն մենք ունենք մի հատ իրավիճակ, որ երկրի ղեկավարը սոցիալապես հոգ չի տանում ամբողջ հասարակության համար, ինքը հասարակությանը մասնատում է, ասում է կերեք իրար։ Իսկ Դավիթ Համբարձումյանը կարող է լինել այն կերպարը, որը համերաշխություն բերի մինչև 26 թվականի ընտրություններ, մինչև ազգային եւ Դավիթ Համբարձումյանը եւ 3 միլիոն վարչապետացուներից յուրաքանչյուրը կարող է լինել, եթե մնացածը բոլորը գան խաղի կանոնների շուրջ համաձայնության։ Նիկոլն ինչ է անում, Նիկոլն նավիրում է խաղի կանոնները։ Հայոյանքը նորմա։ Այսօր ընտանիքում չգիտեն, հիմա հայոյելը նորմալ է, երեխու հետ քֆուրով խոսան, թե չէ, վարչապետն ու իր կինը բան են։ Քֆուրով են խոսում։ Հիմա դա նորմա թե չէ։ Նորաձև կրթվելը դա է, թե չէ, մարդը չգիտի, երեխուն Քեմբրիջ տանի, թե բան, նորաձև կրթության։ Հասկանում, իսկ սա բերելու է արժեքային շատ լուրջ բաների, կոնֆլիկտների։ Այդ արժեքային կոնֆլիկտները փողոցում դառնալու են մարդասպանություն։ Դուք ուշադրություն դարձել եք վերջի մի տարվա ընթացքում կենցաղային հողի վրա ինչքան հեշտ է դարել պատանիների բանում միջավայրում բանակը հանել միայն վերջի մի քանի օրվա ընթացքում քանի դեպք ենք լսել։ Ինքնասպանությունները չեք տեսնում այսինքն դա ինչի հետևանք է եւ եթե դա անդադ բյուրեղացվի վերջում դառնալու է քաղաքացիական պատերազմ ինչ որ խումբ որոշելով որ այն խումբը լավ չի ապրում այստեղ ես համաձայն լինելով պարոն Մինասյանի հետ ես կարող եմ ասել որ ես չգիտեմ իրենք հաշվի են առնում դա թե ոչ բայց ամենայն դեպս այն որ ասում ագավոր կպաֆրեի դու արդեն Աննա Հակոբյանը մի անգամ ասել է եւ ես գտնում եմ որ այս ամեն ինչը նաեւ շուռ է գալու իրանց դեմ ինչը նկատել եք երբ որ ասեց որ ինձ դարձրել են ես ատելի չգիտեմ ինչ տիեզերական մասշտաբի ինչ որ բան այսինքն ինքը իր անբարոյական ինքը զգում է ատելությունը հասարակության ինքը զգում է չէ ինչի է ինքը դա ասում բայց չէ որ 7 տարի այդ ատելությունը միայն իրենք են գեներացրել ու հիմա այդ նույն ատելությունը շուռ է եկել իրենց դեմ իրանք դե այդ եմ ասում այդ ամեն ինչը իրենք ինչ գեներացնում են այո իրենք քանդում են ամեն ինչ քանդում են նորմեր քանդում են բարոյական նորմեր ընտանեկան նորմեր հասարակության շփման ամեն ինչը փորձում են քանդել բայց այդ ամեն ինչը քանդելու ընթացքում ինչ որ մի պահ իրենք են մնում փլատակների տակ իրենք են մնում, այսպես ասեմ։ Իրենք են մնում այդ փլատակների տակ։ Պարզապես, քանի որ իրանք ոչ թե կրթված են, այլ նորաձև կրթված են, իրանք այդքան չեն հասկանում։ Իդեպ այնինչ ես հիմա ըստ էության անդիմությունը կամ անդիմության մի հատվածը անում է այն ասեմ ինչ իմաստով ինչը պետք է աներ իշխանություն վերցրած ուժը 18-ից հետո այսինքն որպեսզի կարողանար համերաշխության բերեր կոնսոլիդացիայի ոչ մի բան պետք չէր անել այդ ուզում եմ ասել չկա նման բան 18 թվականից հետո ժողովուրդ դուք ունեցել եք իրավիճակ դե ասում եմ անում են մի բան հիմա անդիմությունը որպեսզի կարողանան միավորվել հա բերել համերաշխության գալ մեկի շուրջ անկեղծորեն իմ կարծիքն ասեմ այո արվում է բայց նաև անդիմության հատվածում էլ կա այս գիծը պահողներ բաժանարար գծերը խորացնողներ կան ես ուզում եմ հիշեք 2018 թվականից հետո դեպքեր էին լինում որ մարդու մահվան վրա ուրախանում էին ինձ հատկապես շատ խոցել էր ճիշտ է ես երբեք չեմ եղել այդպես երկրպագու Նադեժդա Սարգսյանի հետ կապված ինչ ատելություններ կոչեր կային որ եթե մարդը նախկին իշխանությունա բժիշկը չպետք է բուժի հասկանում եք նույնիսկ թշնամու գերեվարացի հետ այդ կերպ չեն վարվում ոնց որ այս երկիրը
զավթած իշխանությունը վարվում էր սեփական հասարակության Նկատի մի ունեք մասի հետ։ իշխանությունները, այո, իշխանությունները։ Բայց Ասում եմ դրա համար պրոբլեմն պետք է է, որ- իշխանություն ես համերաշխությունը վերցրեցիր իշխանություն, լավ, դու պիտի անեիր այս համերաշխությունը բերեիր, այս Պետք է կրկերը անեիր։ հանգստացնեիր, Մենք դրա միավորվեիք ինչ որ փորձն ունեինք, գաղափարների եթե շուրջ հիշում եք մարդկանց շուրջ։ 2008-ի մարտի 1-ից հետո, երբ որ Սերժ Սարգսյանն եկավ իշխանության, մոտ 3 տարի բավականին շատ նուրբ, շատ լուրջ process էր ընթանում այդ հանրային համերաշխությունը վերականգնելու ուղղությամբ։ Այդ բաժանարար գծերը եւ պետք է խոստովանել, որ առաջին նախագահն իր հերթին եւս շատ լուրջ քայլեր էր անում այդ ուղղությամբ։ Այդ հետո պատմությունը ցույց տա, թե ինչու խափանվեց եւ այսօրվա իշխանությունը Նիկոլ Փաշինյանը ինչ մասնակցություն ունեցավ, այո, ինչպես խոչընդոտեցին։ Թո ինչպես ասում են, դիահերձումը ցույց կտա, բայց մենք այդ փորձն էլ ունեինք։ Մինչդեռ 2018-ից հետո ամեն օրյա ռեժիմով բաժանարար գծերը խորանում են։ Արցախցիները կռվել, չեն կռվել, հայաստանցիները կռվել են։ Զոհի ծնողը հերոսի ծնողից տարբեր է, որևէ ընդհանուր նորմ, որևէ ընդհանուր բան արժեք այս հասարակության մեջ չկա։ Միշտ քարոզվում է, որ դուք տարբեր եք, նա շատ ունի, դուք պետք է խլենք, քեզ տանք։ Անհասկանալի վիճակ։ Չէ, մարդիկ իսկապես էս 7 տարի ցնցումների մեջ են։ Ընտանիքներ կան, որ եղբայրը եղբոր հետ չի շփվում, հա, ծնողը զավակի հետ չի շփվում, հարևանը հարևանի հետ, բարեկամը, ես գիտեմ ընտանիքներ բաժանվել են։ Այսինքն, բայց ուզում եմ ասել, քաղաքական, հա, այս իշխանության այս քայլերը, հա, մինչև արդեն խորք գնացել են մարդկային հարաբերությունների ընտանիք են մտել եւ դրա համար մարդիկ հոգնել են իսկապես։ Մարդիկ ուզում են նախկինի պես շփվեն իրար, հարևանի հետ շփվեն, ընկերների հետ շփվեն։ Արժեքների հարց են։ Անկեղծ լինենք, որ վերջի 7 տարվա ընթացքում շատ քիչ էլ մատուցվել է մարդկանց։ Այսինքն այդ որ ասում են իբր մարդիկ էլ են չեն փոխվել են, դա չի, այլ վերևից իջնող մարդը վերջի 30,000 տարվա ընթացքում չի փոխվել շատ։ Հասարակությունները, հասարակական process-ների տրամաբանությունը չեն փոխվել։ Ընդհակառակը փոխվում է մի բան, էլիտաները հասարակության, այսպես ասենք, բնավորության որ գծերի վրա է խաղադրույք կատարում։ Ատելության, սիրո, համերաշխության հասարակությունները տարբերվում են դրանով։ Մի հասարակության մեջ սերն է, աշխատասիրությունն է, մյուս հասարակության մեջ ատելությունն է, հարուստից գողանալն է։ Ռոբին Հուդիզմը ուրիշ է, կիբուցում ապրելը ուրիշ է։ Մեր հասարակությանը այսօր ինչ նորմեր են թելադրվում։ Մեր հասարակությանն ասվում է, որ ով հարուստ է, կարա չծառայի, օրենք ենք ընդունում։ Այս հայրենիք բայելն աղքատի գործն է։ Այդ է ասվում։ Այդ աղքատն էլ ծափա տալի, ասում ասֆալտ են արել։ Այդտենց է դա։ Այո, այդպես է, այդպես է։ Դա տրամաբանության մեջ տեղավորվում է։ Գոնե քարոզչական մակարդակով բերում են առաջի պլան, այլ բան է, որ մեր հասարակության հիմա չեն տալիս։ Այդ եմ ասում, դրա քարոզչական։ Չէ, անկեղծ այո, ես համաձայն եմ, քարոզչական մակարդակով ցույց է տրվում, իբր ծափ է։ Էական չի, մենք ամեն դեպքում ակտիվ հակազդեցություն դրան չենք տեսնում։ Այո։ Ընդ որում օրինագիծը ներկայացնում է այդ բանակի մասին, հա, փողով ծառայության մասին, մարդ եղբայր, որոնք չեն ծառայել։ Չէ, մի ասեք փողով ծառայության։ Ասեք բանակից ազատվելու, փողով ազատվելու, կոռուպցիոն սխեման օրինականացնելու օրենք։ Հա, մարդիկ են ներկայացնում, որոնք իրենք բանակում կարծես չեն ծառայել։ Հա, այս հարցը քննարկվում է։ Խնդիրը միայն այդ հարցը չի։ Շատ հարցերում անոր կոռուպցիոն սխեմաները օրինականացվել են։ Շատ հարցերում արդեն օրինականացվել են։ Շատ հարցեր։ Չէ, ես օրինակ եմ բերում, այստեղ մենք գործենք մարդկային կյանքերի հետ։ Սա ընդհանրապես մի օրինակ է, բայց իրականում այո, ես կարծում եմ, որ հենց այստեղ էլ, հա, իմ ասածին որ հետ գամ, որ իրանց դեմ է աշխատելու։ Ես չեմ հավատում, որ այն մարդը, ում երեխան, ով իր վիճակի չի վճարել այդ գումարը, եւ իր երեխային ենթադրենք ազատել բանակից, պետք է ծափ տան նրան, ով կարողանում է ազատել կամ այդ օրենքը ընդունողին։ Այստեղ սկզբունքի հարցը, պարոն Քոչարյան, տեսեք, մի հատ մոդելավորում ենք իրավիճակը։ Այսինքն դա էլ է իրենց դեմ աշխատելու։ Աստված չանի, գալիս է մի վիճակ, պատերազմ է, վերջը պետք է լինեն կռվողներ, հերոսներ եւ զոհեր։ Զոհի ծնողը իր անհատական մակարդակում ինչ է մտածելու։ Ինչքան էլ ինքը փառավորվի, որ իր որդին զոհվել է հանուն հայրենիքի, ինքը մնացած ամբողջ կյանքում մտածելու է դե ապեր տունը գրավ կդնեի երեխուն կազատեի։
Եվ ինքը ատելու է բոլոր նրանց իր հարևանությամբ ապրող, ովքեր փողը տվել ազատել են։ Չհասկանալով, որ գործող օրենսդրության սահմանները մեծ մարդաշիվան չի խախտել։ Այդտենց է թե չի։ Այդ հասարակությունը նորմալ կլինի, թե չի լինի։ 10 ընկերներ վերցնեին։ Մեկը ազատվում է, կարողանում է ես ձեր հետ այնպես չի որ չեմ համաձայն չեմ, բայց ինքը մենակ իրենց չի ատելու։ Ինքը մեկը ատելու է այդ օրենքը ընդունողներին։ Առաջի չէ։ Մեր հասարակության սովորույթը հետևյալն է, բոլոր դեպքերում ատում ենք սեփական պետությունը։ Եվ փողոցի խոսույթը ոնց է, հայերեն պետություն չի սազում։ Եվ նեղանում ենք սեփական պետությունից, չենք հասկանում, որ մեր սխալն է։ Գալիս է արդեն մի խնդրեմ, որի մասին ես բարձրաձայնում եմ վերջի 25 տարիները, որից պատուղներից պարզապես ֆանտաստիկ է օգտվում այո Նիկոլ Փաշինյանը, իսկ ինչու է այդպես մեր հասարակությունը։ Մեր հասարակությանը ես ասել եմ, այս ամեն ինչը որ ես հիմա չեմ ուզում հետ գնամ, ես խոսում եմ ապագայից, ես ասել եմ ու դա Facebook-ը իմ գրառումը որպես բռնության կոչ մի մոմենտ բլոկ էր արել, փոփոխություններից հետո առաջին հերթին պլետով պետքա կրթել, ոչ թե նորաձև կրթել, այլ պլետով պետքա հասարակությանը կրթել, պլետով լիգբեզա պետք անել։ Մեր հասարակությանը մենք ինքներս, այդ թվում նաև մենք, մեդիաները, չենք այդ եթե մի կողմ դնենք այն բան պաթոսային են բաները հայրենասիրությունը, մենք չենք կրթել, որ պետությունը պետքա սիրել, որ պետքա, որ ամեն ինչի մեղավոր է այն չի, որ հարևանը ենթադրենք մի քիչ ավել փող ունի, դու չունես, հա, որ լուծումներ փորձենք գտնել նման բաների վրա պետքա աշխատվի, այն ազգային համաձայնության կառավարությունը, որի մասին խոսվում է։ Ես ազգային համաձայնության կառավարության վրա ընդհանրապես մի առաքելություն կդնեի, ազգային համաձայնության կառավարությունը պետքա ձևակերպի շրջանակը, խաղի կանոնները, որոնց պայմաններում պետքա մրցակցային հիմունքներով ձևավորվի արդեն կառավարություն։ Բայց ապագա կառավարությունների համար շատ կարևոր որ մենք համազգային, ես այս նացիոնալիստական իմաստով չեմ ասում, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար կոնսենսուսային արժեքային համակարգ պետք է ունենանք։ Եվ դրա սկզբունքները շատ քիչ պետք է լինեն, մատերի վրա հաշվելի։ Այս համանadարական կարգի հիմունքներում թվարկված 10-12 կետերը որ կա, պետք է հստակ ձևակերպել, որ գիտեք ինչ կա, այս երկրում կարող օրենքը վատը լինի, բայց այդ օրենքը բոլորի համար պարտադիր է։ Հա? Եվ որևէ արտոնություն չպետք է փողով վաճառվի։ Այսի Հալեպի բազարը չի, որ դու փողով դիպլոմ ստանաս եւ դա լինի կոռուպցիա, մենք միշտ դրա հետ բախվել ենք, իշխանությունը որպեսզի հասկանա, ասա կամ Ղազախի բազարը չի, կամ Ստամբուլի բազարը չի։ Այսինքն դու սահմանի նորմ եւ հետեւի որպեսզի այդ նորմը կատարվի։ Բայց երբ որ դու սկսում ես արտոնություն բաժանել կոռուպցիոն սխեմայով կամ օրինական ասված արդեն Նիկոլ իշխանության օրոք, այդ հասարակություն չի դառնալու։ Վարկեր ես փակում որոշատվածի։ Այսինքն ստացվում է, ինչի վարկեր։ Դե բոլորինը փակի, տոկոսադրույքներն էլ իջացրա։ Վարկեր փակում են։ Տուգանքներ փակում են։ Ես մարդ գիտեմ 12 տարի։ Տուգանվել է։ Թքած է ունեցել օրենքի վրա, որտեղ ինքը իմացել է ոչ մի գույք չունի պետությունն իրանից ոչինչ չի բռնագանձելու, ինքը այս հասարակության մեջ թքած է ունեցել համակեցության կանոնների վրա, գիտակցաբար 12 տարի։ Կուտակել է միլիոնավոր դրամների տուգանքներ, Նիկոլս ջրել է, ասում է, ապեր ճիշտ է դու տենց արա։ Մենակ թե գնա ինձ ցենտուր, ինչ ասում եմ, մենակ թե որ կնստես կելնես, ասա Նիկոլը բաներս ջրեց, պարտքերս ջրեց։ Դու ինձ գովա, ոչինչ, դու թքած ունեցի համակեցության կանոնների վրա։ Մենք սա ենք ասում։ Պարոն Մինասյան, այս բյուջեն, հա, երբ որ հաստատվեց այս 25 թվականի, հա, բյուջեն, բոլորը տնտեսագետները ասում էին, որ սա նախընտրական բյուջե է, այսինքն ինքը կառուցված է նրա հիման վրա, որ նախընտրական տարի է գալու եւ սկսում է, չգիտեմ, սուբսիդիաներ եւ այլն։ Երկու օր առաջ հայտարարեցին, չէ՞, որ կրթվելը նորաձև են, ո՞րն է իցա ֆինանսավորել։ Երկու օր առաջ հայտարարեցին։ Բարձր որ բյուջեն այո, նախընտրական։ Ես շատ հեգնական եւ ցինիկաբար ձևակերպեցի, երբ որ մարդիկ ծափ են տալիս, որ ասֆալտ են անում, ամբողջ խնդիրն հենց այդ է, որ մանր կրճոններով եւ այդ ամեն ինչը մարդկանց հաշվին, այստեղ էլ մարդկանց մենք չենք բացատրում։ Իսկ ներողություն, այդ փողերը որտեղից։ Մեր փողերն են։ Մեր վճարած հարկերն են։ Դրանք միայն հարկերը չեն։ Ես հիմա ձեզ բացեմ հետեւյալ գաղտնիքը։
տարեկան $1 միլիարդ չափով պարտք է կուտակում այս երկիրը։ Այո։ Այդ պարտքը որտեղից է ձեռք բերում հիմնականում։ Ներքինն է։ Ներքինն է։ Որը շատ ավելի թանկ է։ Չէ, ներքին պարտքը որտեղից է ձեռք բերում։ Դրանք ինչ միջոցներ են, տեղյակ ենք մենք։ Մեր կուտակային կենսաթոշակային ֆոնդերն են հիմնականում դրանք ձեռք բերում։ Մեր անհատական գումարներն են, որ մենք կուտակում ենք, որ հետո պետք է թոշակ ստանանք։ Այդ գումարները։ Բա իհարկե, դա օրենսդրությամբ կարգավորված է դա, որ պետք է կուտակային ֆոնդերը ներքին պարտադրանքներ ձեռք բերեն, նայած որ խմբին են։ Հիմա երբ որ դոլարը 380 է, դա կուտակվում է։ 5 տարի հետո որ դարավ 480, ձեր կուտակային հաշվի գումարը ինչքան է լինելու, ինչքան արժե զրկվելու։ Պետությունն այդ պարտքը զրոյացնելու դուք մնալու եք առանց ոչինչ։ Որևէ մեկը մտածել է, որ ինքն է ֆինանսավորում այսօր այդ բանը։ Այսինքն մենք մեր փողերից վճարվում է, որ Աննա Հակոբյանն ու ինքը գնան, օրինակ, չգիտեմ, Սիսիան, եսին որտեղ գնան ինչ որ հա բաներ անեն։ Կրթվել են օրացը։ Դրանք մեխանիզմներ են, Ես մտածում եի նաև բաներն են, հա։ Չեմ ասում, որ միջազգային այդ դոնորներից որ գալիս այն շարժակցություն։ Ներքին պարտքն է մեծ մասը, բայց այդ ներքին պարտքը գոյանում է։ երբ որ էկոնոմիկայի թե ֆինանսների Էժան նախարարը դոլարի պայմաններում շատ լավ է։ այսպես Բայց երբ որ դոլարի դրամի արժեզրկում տեղի ունենա, մեր կուտակած գումարները փոշիանալու են։ Ու հետո մարդիկ կանգնելու են ասեն պետությունը էլի խնայ դրամարկղը խափեց։ Մենք այս 7 տարի ամեն օր խափվում ենք, ծափ ենք տալիս, հա, վերջում 10 տարի հետո կանգնելու ենք ասենք պետությունը մեզ խափեց։ Այս դրա մասին չի խոսում։ Էլ չեմ ասում, շատ կարևոր էկոնոմիկայի թե ֆինանսների նախարարը այնպես մի պարծանքով է ասում, որ մենք արտաքին պարտք չունենք, այսքանն է ընդամենը արտաքինը։ Եղբայր, մի հատ նայ արտաքինի տոկոսն ինչքան է, ներքինին ինչ կապ ունի, դու միևնույն է, ներքին պարտքի տոկոսը շատ ավելի բարձր է, քան արտաքին պարտքինը։ Բացի արտաքին պարտքի արժեքի վրա դու ազդեցություն չունես, իհարկե, դու դոլար վերցրել ես, դոլար տալու ես, իսկ երբ որ դու ներքին դրամ ես հավաքում, դրամն արժեզրկում ես, պարտքից պրծնում ես։ Գիշեք սովետական միության 93 թվականին, երբ որ բանը փոխվեց, ռուբլին փոխվեց, պապան այն ժամանակ սովետական միության ժամանակ 20,000 ռուբլի վարկ էր վերցել, տուն էինք սարքել։ Հետո ինք 93-ին այդ վարկը փակեց։ Ես քանի ու փակեց 100 դրամով, այդ վարկը որ փակեց երկու բաշկա սիգարետի փող էր։ Նույն օրն ենք։ Նույն օրն։ Հա, ինքը գնացել էր վարկը փակել էր երկու բաշկել սիգարետ էր առել։ Այսինքն մենք նույն օրն ենք ընկնելու, որտեղ այս պետությունը դրամի արժեքի վրա ազդեցություն ունի, ինքը դրամով փող է հավաքում։ Բոլորից փողն է հավաքում։ Դրա համար մարդիկ ճիշտ են կատում, որ ըստ էության բանկային համակարգը գնացել է հանցավոր համագործակցության այս իշխանությունների հետ, Նիկոլ Փաշինյանի հետ։ Փող աշխատելն է ինքը։ Ես չեմ համարում, որ դա հանցավոր համագործակցություն է։ Հանցավոր համագործակցություն չի, բանկային համակարգն իր ֆունկցիան է կատարում։ Տնտեսվարող սուբյեկտներին առանձնակ պետք է հանգստանալ։ Այդ նույնն է, ոնց որ հիմա բողոքում են օրինակ, հա, որ փակեք on-line խանութները, որովհետև մեր ապրանքը չի վաճառվում։ Դա առողջ մրցակցություն է։ Հիմա այսօրվա օրով on-line խանութները ավելի շատ Հա, բայց օրինակ կարող են պահանջել, որպեսզի տոկոսադրույքները վերանայվեն։ Կներեք, կարող են կենտրոնական բանկն է կարգավորում։ Դե պետք է դա, այսինքն նման հարց պահանջել։ Ուրիշ բան են պահանջում եւ ստանում։ Որքան ես հասկանում եմ, տնտեսվարող սուբյեկտների ստիպում են, որպեսզի իրենց այսպես կոչված ավանդները, բանկային ավանդները հանեն բանկերից եւ ձեռք բերեն պետական պարտատոմսեր։ Այսինքն պետական հիմնարկներ կան, կրթական հիմնարկներ կան, մասնավոր հիմնարկներ կան, որոնք գործունեության սեզոնային բնույթից ելնելով որոշակի X գումար պահում են որպես խնայողություն։ Ենթադրենք սեզոնային գործունեություն կա, որ ցիկլերը ձմեռից ձմեռա ինքը ամառը այսպես կոչված ազատ միջոցները բանկում է պահում։ Իրանց ստիպում են որպեսզի պետական պարտատոմսեր ձեռք բերեն։ Հա, ինչը ռիսկային է տնտեսվարողի համար, որտեղ որևէ մեկը չգիտի վաղը ռուբլու կուրսն ինչ է լինելու։ Ենթադրենք մարդը Ռուսաստանի հետ առևտուր է անում, իրան պետքա որ իր խնայողությունները լինեն ռուբլով։ Իրանց ստիպում են որ ռուբլին դարձնի դրամով ձեռք բերի պետական պարտատոմս։ Օրինակ հաջորդ հարցը, որ ուզում եմ քննարկել,
խոսեցիք արդեն ինչ կլինի, ինչ դիմադրություն ցույց կտա Նիկոլ Փաշինյանը, որոշ ԿՊԱ-կաններ, ես չեմ կարծում, որ շատերը դիմադրություն ցույց տան անկեղծ ասած, հաշվի առնելով նաև տվյալ նայած որ կողմի, մի կողմից Նիկոլի ռեպրեսիաները, մյուս կողմից հանրային ակնկալիքը։ Հա, ճիշտ ասած, պարոն Քոչարյան, դժոխքի մեջ են հայտնվել խեղճ ԿՊԱ-կանները, բայց հա, կարող են իրանք ելք կա, ապագա էլ կա։ Եթե օրինակ քայլ անեն։ Այստեղ հետաքրքիր էր Էդգար Ղազարյանի, հա, իմպիչմենտի նախաձեռնողներից Էդգար Ղազարյանի հայտարարությունը, երբ որ գործադիր մարմինը Հանրապետական կուսակցության այդ հայտարարությունը արեց, Էդգար Ղազարյան գրել էր. «Ով էլ առաջադրվի թեկնածու, ինձ համար այն ընդունելի է մի պարզ տրամաբանությամբ։ Մենք ոչ թե գործընթաց ենք սկսում վարչապետ ընտրելու, այլ վարչապետին հեռացնելու նպատակով։ Ով էլ ընտրվի, պաշտոնավարելու է կարճ ժամանակահատված, մինչև 2026 թվականի ընտրություններ։ Ով էլ ընտրվի, միայնակ չի ղեկավարելու, պետք է ձևավորվի նոր կառավարություն, փոխվարչապետներ, նախարարներ, այլ մարմինների ղեկավարներ, որում պետք է ընդգրկված լինեն Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու հարցում ջանքեր ներդնող ակտիվ ուժերն ու գործիչները»։ Ես մի քիչ վախենում եմ հանկարծ, որ խորհրդարանական ընդդիմությունները, հա, կամ ովքեր որ իրենց այսպես ճակերտով հռչակել են, ներկայացնում են գոնե քարոզչական մակարդակում որպես ընդդիմություն, առաջին պայքարողները իրենք են լինելու։ Մենք հասարակությանը, հա, բան անելով, դիմելով, ինչ վարք պետք է ցուցաբերի քաղաքացի, ինչ մոտեցում ցուցաբերի այս ամբողջ process-ին, հա, իմպիչմենտի եւ մասնավորապես Դավիթ Համբարձումյանի թեկնածության նկատմամբ։ Իմ ընկալմամբ խնդիրն է տևյալն է, եկեք հերթով շարենք, հա։ Թիվ 1 սկզբունքային խնդիրը օրվա կառավարությանը օր առաջ իշխանազրկելն է, որպեսզի այս հասարակությունը դադարի գլորվել անդունդը, որպես այս հասարակություն ունենա իսկապես ապագա։ Թիվ 2 խնդիր, գործիքակազմը, ոնց ենք դա անում։ Հասկանալի է, որ ընթացակարգեր գոյություն ունի եւ ընթացակարգը ամենաօպտիմալ ու միակ process-ը ռեալ այսօր քաղաքական դաշտում արկա դա իմպիչմենտի գործընթացն է։ Եվ այո, ես համամիտ եմ Ղազարյան Էդգարի հետ, նոր ձևավորվող կառավարությունը լինելու է Նիկոլին հեռացնելու մասին, այլ ոչ թե նոր կառավարություն։ Ինչ է նշանակում սա։ Այդ նոր կառավարությունը կրկնում եմ մի առաքելություն ունի։ Ինքը պետք է լինի մաքսիմալ ընդգրկուն, որպեսզի ելքում ունենան խաղի կանոնները բոլորի համար ընդունելի։ Պայմանական, եթե ամեն ինչ հաջող է ստացվում եւ այս կառավարության ուսերին մի խնդիր է կազմակերպել 2026 թվականի ընտրություններ, ինքը այնքան ներառական պետք է լինի այդ process-ը, որ 2026 թվականի քվեարկության հաջորդ օրը ոչ ոք չլինի ասի կեղծեցին։ Պատկերացրեցիք, այսինքն որպեսզի դու դա ունենաս, բոլոր նրանք, ովքեր համարում են, որ ամագուն են, թողան ընդգրկվեն իրենց առաջարկները ներկայացնեն, բայց որոշողը հասարակության գործը 2026 թվականին քվեարկել եւ որոշել ով պետք է լինի կառավարությունը։ Այդ ընթացքում հասարակությանը պետքա քիչ բան անել, նյարդայնացնել։ Քաղաքական դասը պետք է սովորի ինքը իր մեջ պայմանավորվել, օրակարգ ձևավորել եւ ներկայացնել հասարակությանը։ Կոպիտ ասած մենյու սարքեք, տվեք հասարակությունն ընտրի։ Դուք եթե գաք 1000 ներողություն այսօր մերելատանը չեն գնում հարցնում, չէ՞ ով իշկուտի։ Վերում են ասում են էսա մենյուն ընտրիկ էր։ Պատարակի ժամանակ։ Այդքան վատ ռեստորանում էլ չեն գալի հարցնում, ասում բանը, իրանք տալիս են մենյուն, իրանք ընտրում են արդեն այդ մենյուից, հա։ Ցանկացած տեղ այդպես է։ Հիմա մենք անդադար ասում ենք հասարակությունն ինչ ան իր բանագործը թողի գա սկսի իմպիչմենտ անել։ Քաղաքական դասը պետք է սովորի իր մեջ պայմանավորվել։ Այո, կա թեժ մրցակցություն, այո, բոլորը բոլորին կասկածում են, մի մասը դրսի հրահանգների տակ, մի մասն SMS-ի է սպասում, մի մասը երկնքից է բանանում, հրաշք սպասում։ Էական չի, բոլորը հավաքվեք, խաղի կանոնները որոշեք, մի հարցի պատասխան որպեսզի ստանանք։ Ինչ անենք, որ 2030 տարվա մեջ այս հասարակության ամենամեծ խնդիրն եղել են ընտրությունները։ Մեր մոտ
չկա ընտրություն, որ հասարակությունը Հաշտվի արդյունքների հետ, այո, արդարացիության նկատմամբ։ Ну դա ամենապրոբլեմային հարցերից մեկն է եղել, դա համաձայն է, որովհետև որ այս հասարակությանը չգժվցնենք, հաջորդ օրը չելնենք ասենք ինձ խաբեցին։ Ընդունենք սեփական պարտությունը, ինչա պետք որ դրա մարդը համար։ իմանա իր քվեն, իր ձայնը, իր Ես մասնակցությունը, Հայաստանի ընտրական համակարգի պես թափանցիկ համակարգ համակարգ չգիտեմ, աշխարհում չկա դες բան։ մեր ընտրությունների։ Մեր ընտրական համակարգն է ասում։ Մենք քվեարկողի տնից դուրս գալուց մինչև տուն գնալ ամբողջ process-ը կարանք հետևենք, օրինական գործիքներով բացի քվեախցում, երբ որ մենակ մնամա բանի հետ, քվեաթերթիկի հետ, մենակ այդ չեն կարող հսկենք։ Մնացած ամեն ինչը հսկել հնարավոր է։ Այդ թվում գնաց ընտրության չգնաց, ստորագրեց, չստորագրեց ինքը չէ, ամեն ինչ հնարավոր է ստուգել, թափանցիկ։ Բայց այս ամեն ինչը անում ենք, պրծում ենք վերջում ասում ենք կեղծվեց։ Ինչի՞ց է այդ, որովհետև մենք խառնվածքն է, բայց միգուցե անվստահություն եւ երկրորդը ինչ որ մարգինալ ուժ, որ ուներ շատ ավելի մեծ ամբիցիա, վերջում կանգնում ասում եք եղծեցին, ես Ես համաձայն չեմ, որովհետև խնդիրը միայն չէ, այն որ նաեւ կեղծելու փորձն է։ Նախ չէ, հələ կեղծելու փորձը մի կողմ դնենք։ Մարգինալը եթե ինքը մի տոկոս է հավաքում ու ասում է կեղծել են, ոչ մեկ իրան բանի տեղ չի դնելու։ Այլ իսկ 20% հավաքածը մարգինալ չի ամեն դեպքում։ Նու հա։ Եվ այստեղ խնդիրը մենակ ընտրությունները չի, ժողովուրդ ջան, որովհետև 30 տարվա մեջ մենակ ընտրություն չի եղել։ Անարդարության զգացումը ամեն քայլափոխին է եղել։ Ամեն քայլափոխին է եղել։ Ու դա կենցաղային բնույթի է իջել, դրա համար էլ բոլորին ամեն ինչում կասկածում։ Հիմա մի խնդիր կա, ոնց պայմանավորվենք, եղբայր բոլորը տեկեք, ով որ իրան համարում է կուսակցություն, ակտիվ, ջատագով, չգիտեմ, ակտիվիստ, բոլորը տեկեք, մի հատ հասկանանք, ոնց անենք, որ վերջում պարզվի ոչ ոք չի գցել։ Ես պարոն Մինասյանի հետ համաձայն եմ, դա մի քանի կետ է։ Այնպես հասկանալի է, որ քաղաքական ուժեր են շատ տարբեր նպատակներ եւ ճանապարհներ, ճանապարհային քարտեզներ ունեն այդ նպատակներին հասնելու, բայց կան էլեմենտար ինչ որ բաներ, որ անհնար է ունենան, հա, տարակարծություններ այդ հարցերի շուրջ։ Այդ հարցերի շուրջ գալիս եք ընդհանուր հայտարարի, տաղավարի ստորագրում եք, ձեռը սեղմում եք, գնում եք առաջ, ուրիշ խնդիր ես չեմ տեսնում։ Էս իրար ուտելը, էս իրար, ես իմ համար շատ անընդունելի է, էլի։ Ես կոնկրետ օրինակ բերեմ։ Ճիշտ է, դրանք ընտրական տեխնոլոգիաներ են եւ ամբողջ աշխարհում են կիրառվում եւ որևէ տեղ դա չի դառնում նյարդային բանի վիճակ։ Բայց եթե օրինակ մեզ ներվայնացնում է լռության օրը ակտիվությունը, կարելի է բոլորով տաղավարի պայմանավորվել, որ ախպեր այսօրը ոչ մի բան չենք անում։ Օրինակ, ենթադրենք, եթե դա ներվայնացնող, հնարավոր է պայմանավորվել, թե չէ, անկախ նրանից Եվրոպան եւ արևմտյան արժեքներն ինչ են տելադրում։ Ուղղակի պայմանավորվել ձեռքի տալ եւ հետեւել պայմանավորվածությանը։ Հնարավոր է, թե չէ։ Դու չեք նկատում, որ մեր խնդրեմը, որ մենք իրար մեջ չենք պայմանավորվում։ Մենք դրսից ինչ որ սիրուն կաղապար ենք բերում, օրենք։ Դրա բովանդակության հետ որևէ բան չունենք, մշակութային տրադիցիա։ Մենք ասում ենք, որ մեր մոտ օրենքը սա է, բայց չենք հետևում այդ օրենքի պահանջներին։ Հիմա օրինակ դուք ոնց եք պատկերացնում լռության օր է։ Գյուղամեջում չպետք է հավաքվեն խոսեն ժողովուրդը։ Երբ հավաքվելու են խոսեն։ Այսինքն չենք հասկանում, որ դա արհեստական կոնստրուկտ է մեր իրականության։ Կամ այսօրվա սոցիալական ցանցերի արկայության դեպքում դու ո՞ր մեկի բերանը փոխել։ Ավելի լավ չի լինենք, ասենք, ապեր ոչ մի լռության օր։ Միակ խնդրանքը, որ մարդու ձեռից մի բռնեք մցրեք քվեախոց։ Եկեք պայմանավորվենք, որ եթե մարդն ի վիճակի չի հանձնաժողովի մինչև քվեախուցը, բայց մինչև քվեախուց հասնելը ես տեսեք կարծում եմ, որ մի մեծ process է սկսելու այդ հակառուսական թևի կողմից այս impeachment-ի եւ այս տեխնատու impeachment-ի գործընթացի հետ կապված, հա, որովհետեւ նրանք քննարկում են ի վերջո ինչ որ շրջանակներ, այդ թվում եթե Փաշինյանը օրինակ վստահ լիներ, որ կարող է հաղթել, ինքը գնար արտահերթ process-ի, ինքը քննարկում էր, չէ, դրա համար զգուշանում էր, դրա համար հետո ասաց, որ արտահերթ չի լինելու։ Դե եթե Փաշինյանը գտնի այն ջոկերը կրող բանը, թուղթը, որ շատ փափագում է։ Հա, որևէ փաստաթուղթ Կուրբան Բայրամ նշող բանի հետ, պետության հետ։ Ինքը կգա եւ կմտնի այդ ընտրությունների, որովհետեւ այս հասարակությունը դրանով խաբել է հեշտ։ Հա։ Կարելի է գալ ասել, որ այսուհետ լինելու է խաղաղություն ջունգլիները։
Այսինքն կուտը են, հա, այդ։ Հասարակությունը Միանգամից։ Ես կասկած չունեմ։ Միանգամից։ Հա, բայց Թեև ինքնա- բոլորս էլ հասկանում ենք, որ այդ թուղթը ավելի քիչ նշանակություն ունի, քան այն թուղթը, որը տալիս ես երեխային, որ վրան նկարի։ Որովհետև մի բան, ցանկացած պայմանագիր, ցանկացած, որը չունի երաշխավոր, երաշխիքներ, դա մնալու է, ասում եմ, նկարչության թուղթ։ Ոչ Ես ավելի։ մեծ շատ պողպատյա թուղթ հիշեցնեմ Բուդապեշտի հռչակագիր 93 թվականին, որով աշխարհի մեծ ու հզոր տերությունները Ուկրաինային երաշխավորում էին ամեն ինչ։ Հա ուր է Ուկրաինան։ Ուր է հետաքրքիր է։ Դրանից լավ զորեղ փաստաթուղթ պետք է բերեն։ Բայց Նիկոլ Փաշինյանն էլ է ասել, որ չի երաշխավորելու խաղաղություն։ Դա բայց այդ չի նշանակում, որ չի խափի հասարակության։ Հա, բայց հետո, այսինքն մեն էլ են չէ՞, ասում ժողովուրդը հիմա 7 տարի անընդհատ խափել է նորից կներեք, էլի, եթե 7 տարի երեք իմ զրուցակիցներից մեկը շատ լավ բան ասեց, էլի նախորդին, ասում է սուտ ասողին նույնիսկ աղջիկ չեն տալիս, ուր մնաց, ասենք թե ղեկավար ընտրես հիմա նորից 7 տարի խափել է։ Նախկիններն էին աղջիկ տալիս, ասում։ Նիկոլ Փաշինյանը սուտ է ասում։ Հասարակությունն էլ հավատում է։ Խնդիր կա հասարակության հետ աշխատելու։ Հա։ Կա խնդիր հասարակության հետ աշխատելու։ Եվ այո, եւ ոչ։ Ես վերջի Ինձ տարիներին թվում է որ պետքա մենակ թողես, արդեն ինքը կարողանա հասկանա ինչա կատարում։ Չէ, ես վերջի 7 տարում չեմ տեսել որևէ մեկը հելնի պատասխանատու կերպով հայտարարի, որ ժողովուրդ ջան, պատերազմը վատ բան է, որովհետեւ նորմալ ողջամիտ մարդ չի կարա փափագի պատերազմ։ Բայց մյուս կողմից էլ, երբ որ դա քեզ պարտադրում են, դրանից փախնելը շատ վատ է։ Որտեղ փախնես, չփախնես, քեզ Վատ սպանելու չի, անհնարին է։ Հա, այսինքն միշտ պետք է լինել մարդկության պատմությունը, երբ որ Homo sapiens-ը ձևավորվել է։ Մարդկության պատմության մեջ 30,000 տարվա։ Այս քֆուր չէր։ Հա։ Չեն կարա դատի տանես բարի համար։ Չկա օր, որ չլինի պատերազմ մոլորակի վրա։ Չկա օր։ Այն ժողովուրդներն հասարակություններն, ովքեր փափագել են խաղաղություն, այլևս գոյություն չունի։ Այդ չի նշանակում, որ պետք է լինեն ռազմատենչ։ Այդ ընդհանրապես նշանակում, որ պետք է լինել պատրաստ սեփական եսի համար կանգնելու։ Իմիջիալոս Դավիթ Համբարձումյան կանգնող տղա է։ Հիմա այս ժողովրդին խափել են, ասել են, մենք ձեզ խաղաղություն ենք բերելու, ձեր գործը մենակ լինելու է գինու փառատոն գնալը, խմելը, քնելը։ Խմել, ուտել, քնել։ Դու գիտեք պատմության մեջ հասարակություն, որ լավ է վերջացրել այդ ռեժիմով։ Չէ։ Նույնիսկ Սոդոմ Գոմորը ներվայնացրեց Աստծուն։ Ամենախաղաղ տեղն է, չէ՞ որ Շիմանով մենք կարող ներվայնացնենք Աստծուն արդեն։ Դե եթե Աստված տենա որ երկրի վրա այլևս պատասխանատու մարդիկ չկան, ստիպված ինքն է խառնվել։ Թուրքի ձեռով։ Բանը, այն անեկդոտն եմ անդադ հիշում, երբ որ հայերս կամ տարբեր խմբեր անընդհատ խոսում են Աստված անարդար է, Աստված չգիտեմ ինչ է, այն հրեաների անեկդոտը, հա, այսինքն հնարավորություն տվել եմ գոնե գնա այդ լատարեան արժե այդ բանը։ Լավ, հիմա ինձ նաև հետաքրքիր է, գիտեք ինչը, բանեք, Նիկոլ Փաշինյանը ընտրվելու, վերընտրվելու եւ իշխանություն պահելու խնդիր ունի։ Այնպես չի, որ իր վարկանիշը ցածր է, այնպես չի, որ ինքը աշխարհակահաղական Վայ, այս էլ Էդգար Ղազարյանն է։ Արի մեզ միացի, արի աթոռ քաշի։ Եթերը շարունակվում է։ Ժորժ ջան, իհարկե եթերը շարունակվում է։ Հիմա ավելի սիրուն աթոռ չկա Էդգար Ղազարյան ջան, ասենք օրինակ։ Ոչինչ, Մի թազա բան չես հնարել։ Արի, հեսա իմ քո միկրոֆոն։ Ձեր ներկայությամբ Արի հիմա։ Ողջույն, հաճելի է շատ։ Բարոյ։ Էդգար ջան, այս սենց կանենք, հա, մենք մի միկրոֆոնով սենց կվերցնես, հետո սենց կտանք։ Շատ լավ, այդեն բլոգերների միկրոֆոններից է։ Սենց մտնենք, որտեղ անսպասելի էր իսկապես։ Էդգար ջան, փաստորեն պատմի, Դավիթ Համբարձումյանը։ Անակնկալ է ինձ համար, բայց կարծում եմ շատ արդյունավետ որոշում է, որովհետև մի քանի առումով Դավիթ Համբարձումյանը ընտրված մարդ է։ Այսինքն նա ընտրված քաղաքական գործիչ է, արդեն ժողովրդի վստահություն ունի։ Մեկ Դավիթ Համբարձումյանը հաղթել է Նիկոլ Փաշինյանին մի անգամ արդեն։ Այսինքն նա 2021 թվականին է մասնակցել ընտրություններին Մասիս խոշորացված համայնքում եւ իր առաջնորդած ուժը հենց Դավիթ Համբարձումյան դաշինքը հաղթել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Այսինքն ինքը արդեն ունի Նիկոլ Փաշինյանին հաղթելու շատ արդյունավետ փորձառություն
Եվ երրորդը հաղթանակը մոտենում է Երևանին։ Հաղթանակը գտնվում է Երևանի մատույցներում։ Հիմա եթե նայենք Երևանի շրջակա խոշոր քաղաքների համայնքի ղեկավարները քպեական չեն։ Աբովյանում ԿՊ-ն պարտվել է, Փարաքարում պարտվել է, Մասիսում պարտվել է, Երևանը շրջափակված է հաղթանակներով։ Եվ հիմա մեզ մնում է գրող քաղաքական մի փոքրիկ խմբավորման վրա, որը պատասպարվել է ազգային ժողովի շենքում, որտեղ հայ հասարակությունը ունի ներկայացուցիչներ։ Եթե մտնեք ազգային ժողովի շենք, այնտեղ կան падգամավորներ, որոնց ցուցանակների վրա փակցված են Արցախի դրոշները։ Ես դա անվանում եմ ազգային ժողովի հայկական թաղամասը։ Հայկական թաղամաս։ Լաչի դիվիջանսկել կա, չէ՞, ազգային ժողովում, բան։ Կա նաև հայկական թաղամաս։ Եվ ես կարծում եմ, որ հայկական թաղամասից մենք ունենանք աջակցություն, որպեսզի կազմակերպի քաղաքական գրոհը այդ փոքրիկ խմբավորման վրա, այնտեղ ոտ ու գլուխ, կարծեմ, սա իրար հետ 200 գլուխ երևույթի մասին է խոսքը։ Ինչ դիմադրություն, ինչ որ բան սպասում ես, մենք օրինակ վերլուծում էինք, հա, կարող է օրինակ Դավիթ Համբարձումյանը լինել նաև ԿՊԱ-ականների որ մեծ մասի համար փրկություն, ըստ էության։ Փրկություն Նիկոլ Փաշինյանից, չէ՞։ Գիտեք, այստեղ ասենք օրինակ ինչու եմ անակնկալ է որոշում հələ մտածելու բան ունենք, բայց այն առաջի տպավորությունը միշտ կարևոր է, չէ՞։ Օրինակ լինեին գործիչներ, օրինակ ես անկեղծ ասած ակնկալում եմ, որ առաջադրվելու է Արմեն Աշոտյանը։ Անկեղծ մենք էլ էինք շատերը Շատերն են այդ տարբերակը մամուլում էլ Ինչով էր դա հիմա, ինչև էր մամուլում շրջանառվում էր նաև Արթուր Վանեցյանի տեխնացիոնը, որ կարող է այդ երկուսը հիմնավորումներ ունեն։ Ինչով էր հիմնավորումը, որ Արթուր Վանեցյանի պարագային, որ ինքը արդեն պատիվ ունեմ դաշինքի առաջի համարի տեխնացուն ա եղել, իսկ ընտրական օրենսգրքով դա վարչապետի տեխնացու է, այսինքն այն մարդիկ, ովքեր պատիվ ունեմից ընտրվել են падգամավոր, ի սկզբանե պատկերացրել են, որ իրենց հաղթանակի դեպքում Վանեցյանը կարելի վարչապետ, հետեւաբար նրան առաջադրել է կարար ունենալ հիմնավորում։ Եթե Վանեցյանը դուրս է եկել դաշինքից կամ չի ցանկանում հիմա այս պահին առաջադրվել, ուրեմն մնում է որ հանրապետական կուսակցությունը պիտի առաջադրի իր կուսակցության անդամներին, եւ քանի որ կուսակցության նախագահի սկզբանե հայտարարել է, որ ինքը անձնապես քաղաքական հավակնություններ չունի, պաշտոն զբաղեցնելու ցանկություն չունի, նշանակում էր իմ դրամաբանությամբ կուսակցության փոխնախագահները պետք։ Իսկ կուսակցության փոխնախագահներից առավել ակտիվ հասարակական առումով քաղաքական գործունեության իմաստով եւ նաեւ դրա հետևանքով զրկանքներ կրող մինչ օրս գործիչ է Կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն էր եւ ես մտածում էի դրանով էր ինձ համար հիմնավոր, եթե այդ որոշումը կայացվեր, որ Արմեն Աշոտյանը առաջադրվի, բայց կարծում եմ, որ այս որոշումն էլ ունի հիմնավորումներ, քիչ առաջ ներկայացրած փաստարկները, որ ընտրված մարդ է, կուսակցության խորհրդի անդամ է եւ տնային կալանքում ոնց է շարունակել։ Իհարկե բանը տեխնացիոն ինքը չի տեխնացիոն առաջ մղելու, այսինքն ովքեր որ առաջադրել են Նրանք պետք է տեխնացու, այսինքն Էդմոն Մարուկյանի դեպքը չի էլի, որ ինքը չգիտես ինչի, հենց միանգամից առաջ ընկավ։ Տեխնացուն ինքը չպիտի զբաղվի տեխնացությունը առաջ մղելու մյուս падգամավորների հետ հանդիպելու հարցերով, ովքեր որ առաջադրում են, նրանք պիտի այդ գործընթացը անեն։ Հետևաբար կարար նաև Աշոտյանը գտնվեր անազատության մեջ, իրեն առաջադրող падգամավորները զբաղվեին եւ ովքեր որ մենք նաև հասանելիություն ունեինք մեր հնարավորությունների շրջան։ Բայց այս դեպքում Կարծում էլի խելամիտ որոշում է կայացվել։ Ես չեմ կարծում, որ արձագանքները բնականաբար դեռ չկա, որ կամ կլինի, որ Հայաստան դաշինքը դեմ արտահայտվի այդ տեխնացիանը, դա ես գրեթե բացառում եմ նրա կազմի մեջ գտնվող падգամավորները, եւ եթե Հովիկ Աղազարյան եւ Հակոբ Ասլանյանի մտադրությունը, որոնք առաջինն են սկսել անվստահության գործընթացը, սա երկրորդ պաշտոնական գործընթացն է։ Եվ եթե նրանց մտադրությունը ի սկզբանե ազնիվ է եղել, այսինքն ազնիվը որն է, որ նրանք ուզեցել են վարչապետին անվստահություն հայտնել, եւ եթե երկու հոգուց ավել մարդ չի միանում իրենց, նշանակում է իրենց ռեսուրսը սահմանափակվեց երկուսով։ Մտադրությունը եթե ազնիվ է, իրանք պիտի միանան առավել մեծ նախաձեռնությանը։ Արդյունքում մենք կունենանք, եթե տենց լինի, 36 падգամավորով աջակցություն, որը ոչ մի դեպքում չի կարելի հիմա ներկայացնել քննարկման, որովհետեւ դա կլինի ավանտյուրա, պետք է դանել միայն 54 նախաձեռնությանը միացած падգամավորների պարագայում, բայց այդտեղ ինչն է կարևոր, Փաշինյանն արդեն գիտի, որ 36-ը կա, որ պայն ուզեն կդնեն։ Ինքը այլևս process չի։ Դեմոկրատիա։ Այո, դա արդեն կախած է իր գլխին։ Ու արդեն ԿՊ-ական падգամավորները, որոնցից առաջիկայում վարչության նիստ պիտի ընտրվի, արդեն գիտեն, որ իրանք
Հաջորդ խորհրդանում չեն ելնելու, որտեղ վարձությունը 30 հոգի է, իսկ 30 պատգամավոր իրանք հաջորդ խորհրդանում հաստատ չեն ունենալու։ Իսկ հիմա իրանք 70-ն են։ 70 մատ մաթեմատիկա է, էլի, բարձ չէ, չէ կարող դա գրեհիկ է մի քիչ, բայց 70-ից հանում ենք 30, տակնում է 40, մեզ պետք է այդ 40-ի կեսը, որոնք արդեն գիտեն, որ քաղաքական հեռանկար ապագա չունեն։ Այսինքն կարան ունենան, եթե դավաճանախմբից դուրս գան, միանան առողջ տրամաբանությամբ եւ իրենց պարտականությունը ընդամենը կատարեն։ Սա արդեն մենք մոտենում ենք լուծման։ Խմբակցությունը այնուամենայնիվ կմիանա, վստահ եք։ Ասենք, ես ուղղակի ուզում եմ պատկերացնեմ չմիանալու ինչ պատճառ պիտի լինի, էլի։ Այսինքն չենք միանում, որ Նիկոլ Փաշինյանը մնա։ Ես գրեթե բացառում եմ։ Ես էլ անկեղծ ասած չեմ կարող պատկերացնել, թե ինչ բացատրություն պիտի լինի, որ չենք միանում, որովհետև եթե իրանք սեփական նախաձեռնություն չեն ցուցաբերում, սեփական տեխնոլոգիա։ Չէ, հայտարարել են, մենք այդ դրա մասին խոսեցինք, հայտարարել են, որ կմիանան։ Եթե կա 8-ը եւ կա տեխնացու, հիմա կարող 8-ը չլինի, 6-ը լինի, ինչ տարբերություն ասենք։ Իրանք հայտարարել են, որ եթե լինի եւ լինի տեխնացու, իրենք կմիանան։ Բայց ավելի իրենք Ճիշտ է, պարոն Քոչարյան, ասենք իրանք հայտարարությունը հետեւյալն, իրանք դա այս պահին իրատեսական չեն համարում, բայց իրենք տրամադրված են Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռացնելու բոլոր գործընթացներին ակտիվ մասնակցություն ցուցաբերել, այդ թվում ընտրությունների միջոցով։ Այդ թվում, այո, այն ինչ որ հայտարարվել է։ Դուք ասում եք այն ինչ որ պաշտոնապես հայտարարվել է խմբակցության։ Ուրիշ ինչ ասենք, բա։ Ուրիշ բան, այն ինչ որ իրենք նաև հարցազրույցներում ասում են։ Ես դա նկատի ունեմ, հա։ Էդ եմ ասում, այսինքն տեսակետները։ Ու երբեմն հարցազրույցներում կարան հայտնեն անձնական տեսակետ, եւ այդ տեսակետները կարան լինեն շատ տարբեր, բայց խմբակցության ինստիտուցիոնալ հայտարարությունները եթե հիմք ենք ընդունում կասկածի տեղի կարծես թե չկա, եւ անհատական մակարդակում էլ չեմ կարծում, որ ԱԺ հայկական թաղամասի բաները, ռեզիդենտները այլ օրակարգում են։ Պարոնակ, ես գիտեք ինչ կուզեմ ասել, հենց քանի որ Էդգարն էլ էստեղ է, հա, մարդիկ ինչով պետք է վստահ լինեն, որ impeachment-ը չի դառնալու հայրենիքի փրկության շարժում, դիմադրության շարժում, հա, այդ պայքարի սրբազանի շարժումը, որ ցավոք բոլոր իսկապես ափսոս են, որ բոլոր այդ շարժումները չստացվեցին։ Հիմա տարբեր պատճառներ կան, եւ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ, նաեւ ժամանակահատվածը, մարդիկ դեռ սպասումներ ունեին իշխանություններից եւ այլն, հա, այս հիասթափության չափ չկար։ Ինչու մարդիկ պետք է աջակցեն, ինչու պետք է վստահ լինեն, որ այդ շարժումներից որևէ մեկի ճակատագիրը չի ունենալու, որովհետև մարդիկ միանում են, պայքարին եւ այլն, հետո Աստված մի արած է, չի ստացվում ինչ որ մի բան, չստացվի, իրենք հետապնդումների են ենթարկվում, ոչ միայն քպայականները, այլ շարքային քաղաքացիների հետևից է գնում։ Հիմա ինչով վստահ լինի, որ այս impeachment-ը կհաջողի, իր մասնակցությունը որտեղ է լինելու, իր անելիքը որն է քաղաքացու, սա կուզեմ բացատրեք։ Եթե կարելի է այս երկու բառով ուղղակի կարճ ասեմ, նախ impeachment-ի գործընթացը քաղաքացիների լայն ներգրավվածություն չի ենթադրում շատ սահմանափակ թվով մարդկանց կոնկրետ վարքագիծ ակնկալում։ Միգուցե անհրաժեշտություն լինի, որպեսզի փողոցը օգնի կամ ուրախանա վերածի փառատոնի, էական չի, գուցե փողոցի մասնակցություն ենթադրվի կամ ցանկալի է որ լինի, որպեսզի process-ը նաև ներառական լինի, բայց որևէ բան երաշխավորել քաղաքական process-ում պետք չի։ Քաղաքական process-ում պետք է գանք նպատակից։ Նպատակն հետևյալն է. Նիկոլ Փաշինյանի մեկ օր կառավարումը եւս մեկ օր պրոբլեմա այս երկրի համար, կորուստներ, որոնք անդառնալի կարող են լինել եւ որոնք վերականգնել գուցե լինի անհնար։ Խնդիրը Նիկոլ Փաշինյանից ձերբազատվելն է։ Այսօր կա impeachment-ի գործընթաց, կստացվի, չի ստացվի, չգիտենք, կոֆեի բաժակ չենք նայում, չէ, ի վերջո, բայց մենք պետքա լծվենք այդ գործին, որովհետեւ դա թելադրվում է մեր անվտանգային կարիքներով։ Ուրիշ ոչի բան։ Հիմա նախկինում ինչ որ բան չի ստացվել։ Հիմա ավարայում ստացվել է, չգիտեմ, բանում չի ստացվել։ Էական չի։ Մենք պետք է գնանք առաջ։ Շարունակի պայքարել։ Ես դրա մասին բազմիցս ասել եմ, հենց նույն Նիկոլ Փաշինյանի օրինակով։ Քանի անգամ է փորձել։ Ցանկացած այլ օրինակ։ Այսինքն ես իմ համար ամենասարսափելին նա է, որ քաղաքական ուժերը կամ քաղաքական ուժերի ներկայացուցիչները իրենք են ասում, դե այս անգամ էլ չստացվեց, չստացվեց։ Դու համար ես որ պայքար ես։
Այսինքն չստացվեց, հասկացանք։ Ոչ մեկ ճիշտ է ասում, այստեղ ոչ մի բանի գիտեք որևէ գեներալ, որ ճակատամարտ տանուլ չի տվել։ Կա աշխարհում պատմության մեջ նման մարդ։ Որ բոլոր մարտերում հաղթանակներ ունեցել։ Լավ, ես մի հատ օրինակ բերեմ, որը շատ Մեկին բոլորին գիտեմ գեներալ չի, բայց բոլոր մարտերում պարտվել է։ Փաշինյանն է։ Ես մի հատ օրինակ բերեմ, որը ինձ է շատ հոգեհարազատ։ Մարդիկ երբ որ ուզում են ինչ-որտեղ երբ խաղան, ու ասում են դե բայց որ հանկարծ պարտվենք, ես մի օրինակ եմ բերում, ասում եմ ժողովուրդ, քանի անգամ եք տեսել, դրուզը ձեզ համար ով է, ինքը մագիստրն է, ինքը բոլորի համար խելոք է։ Գիտեք քանի անգամ է պարտվել։ Այդ չի նշանակում, որ ինքը հիմար է, որ պարտվել է։ Դա պայքար է, այդ մեկը պարտվել է, այն մյուսը հաղթել է։ Չէ, նախ եթե երաշխավորված արդյունքով process-ի մեջ չես մտնում, պետքա պայքարել արդյունքի համար։ Իհարկե։ Երաշխավորված արդյունքը լինում է մենակ պայմանավորված խաղերում, ինչքան հասկանում եմ։ Մնացած բոլոր դեպքերով, եթե դու վատ ես կառավարում եւ այլն, դու անդադ կրվելու ես, այդ թվում նաեւ Կոսովոյին։ Հա, դու ամեն անգամ պետք է հայտարարես, որ հաջորդը չի կրկնվի, բայց կրվելու ես։ Ես կարծում եմ, որ այս խնդրեմ, եթե ավելացնելու բան չունեք, Էդգարն էլ Ղազարյան, պարոն Ղազարյանը ներկայացնի եւ ամփոփենք, որտեղ մենք մի ժամից Ես կարծում եմ, որ այս պայքարը, այս impeachment-ը էապես է տարբերվում մյուսներից, որովհետեւ մյուսների պահանջը ո՞րն է եղել։ Փաշինյանի հրաժարականը, այսինքն գործողությունը ակնկալվել է իրենից։ Ինքը ինչ որ բան պիտի անի, կանի թե չի անի, այդ ինքն է որոշելու։ Impeachment ունի առանձնահատկություն։ Իր կամքը ըստեղ 100-րդական է։ Ինքը ստե որոշում կայացնող չի։ Ինքը սպասում է թե իր վերաբերյալ ինչ որոշում է կայացվելու։ Թե ինչ կկայացվի, դա այլ հարց է։ Բայց ինքը որոշում կայացնողը չի, մենք իրանից ակնկալիք չունենք այլևս։ Խելամտության բոլոր սահմանները, որ ինքը պիտի այդ որոշումը կայացներ, դրանք բոլորը վաղուց սպառվել անց է գնացել է։ Հիմա մարդկանց այո աջակցությունը ես կարծում եմ կարևոր կլինի։ Ուղղակի իրանց ֆիզիկական ներկայությամբ սատար կանգնել գաղափարին։ Դա ոչ մի ուրիշ ջանք իրանցից չի պահանջում։ Դա չի ենթադրում գրող շենքերի վրա, չէ՞ ինչ որ ագրեսիվություն, փողոց փակել, անհնազանդության գործողություն։ Նման ոչ մի բանի կարիքը չկա։ Մի չկա։ բան ասեց պարոն Մինասյանը, որը իմ մեջ ֆիքսվեց, այն որ այն մտքերից էր, որ ափսոսում ես, որ դու չես ասել, էլի։ Այդ impeachment փառատոն այնուամենայնիվ ըստ իս շատ է ուզվում Բաղրամյան փողոցում։ Սա վերջի շրջանում ամեն տեսակի փառատոն։ Ամեն տեսակի փառատոն եղել է բացի impeachment-ի փառատոնից։ Իմիջիալոց նաև անցած տարի չի կազմակերպել ոչխարների խուզման փառատոնը։ Կարելի է impeachment-ի փառատոնից հետո կազմակերպել արդեն նորից ոչխարի։ Չի կարելի, չէ, հատկապես որ Կուրբան Բայրամ պետք է կտրվի։ Այո։ Փառատոնի գաղափարը ես էլ եմ ողջունում։ Շնորհակալ եմ պարոնայք, այսպես ստացվեց մեր հաղորդաշարը, չի բացառվում մի դեպ, որ այսօր էլ հենց սա եթեր գնա, հա, որտեվ չգիտեմ, մինչև Կիրապկի ինձ թվում է Ես սպասելու չի, հա։ Ես սպասելու չի։ Հետո առանձին մենք քանի որ այլ թեմաներ էլի առանձնացնել կքննարկենք, հարգելի հետևորդներ, դասեր հաղորդաշարն էր եթերում չեմ ասում նույնիսկ Կիրակնորա, բայց դասեր հաղորդաշարն է եթերում։ Իմ զրուցակիցներն են քաղաքագետ Արմեն Մինասյանը, քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը եւ մեզ միացավ քաղաքական գործիչ, հանրային գործիչ Լեհաստանում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Էդգար Ղազարյանը եւ impeachment-ի նախաձեռնող Արթուն ենք խմբի ներկայացուցիչներից։ Կհանդիպենք հաջողություն ձեզ։